Երեք երգչուհի Մաշ Իսրայելյանն ու ամուսինը պրոդյուսեր Գարիկ Սաֆարյանը երկրորդ անգամ ծնողներ դարձան։ Զույգը կրկին դուստր է ունեցել ու նրան անվանել է Ալիա։ Բնականաբար Մաշն ու Գարիկը բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են ստացել, որոնցից մի քանիսը Գարիկին նյարդայնացրել են։ Նա իր ինստագրամյան էջի ստորիս բաժնում տեսանյութ է հրապարակել ու նշել, որ աչքալուսանք եք տալիս, մի ասեք, ոչինչ, երրորդը տղա կլինի։ Գարիկն իր խոսքում նաև ընդգծել է, որ ցանկանում է երրորդն էլ աղջիկ ունենալ, հետո նոր որդի։ Սա մեծ արձագանք է գտել համացանցում։ Զույգի երկրորդ դստեր լույս աշխարհ գալն իրոք որ հրաշալի նորություն է եւ արժի նրանց միայն շնորհավորել այդ փաստի առիթով, ինչը մենք անում ենք։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել նաև Գարիկ Սաֆարյանի հրապարակումը։ Ջան, բոլորիդ անձնապես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեր լավ խոսքերի ու բարեմաղթանքների համար։ Դաժե այն մարդկանց եմ ուզում շնորհակալություն հայտնեմ, որ անհետացել են, չքվել են իրենց տհաճ ներկայությամբ ու զանգերով։ Ձեզ է շնորհակալություն։ Իսկ հիմա ավելի կարևորի մասին։ Խնդրում եմ ախպերական, երբ որ ինձ զանգում աշկալուսանք եք տալիս երեխուս հետ կապված, մի ասեք ոչինչ, երրորդը տղա կլինի։ Չեմ ուզում երրորդն էլ աղջիկ կլինի, չորրորդը նոր տղա լինի։ Իմ աղջիկները, իմ գանձերն են, իմ հպարտություններն են։ Մեռնում եմ ես անուլիս համար, նոր կուկուիս հետ արդեն զգում եմ, թե ինչքան եմ կապնվել։ Ինչ ասեմ, Աստված տա, այդ Աստծո տված բերկրանքը, այդ Աստծո տված այդ սուր զգացողությունը դուք էլ ունենաք ու հասկանաք։ 5 տարի առաջ այսօրը անում ենք մեր հարսանիքի նախապատրաստական վերջին բաները, որ վաղը պետքա լիներ մեր հարսանիքը։ Այսօր գնում եմ հանդիպելու իմ երկրորդ ճուտիկի հետ։ Ինձ հաջողություն մաղթեք։ Գար հեչ կպատկերացներ, որ 5 տարի առաջ այսօրը մենք կանենք մեր հարսանիքի վերջին շտրիխները։ Աշխատանքները։ Իսկ հիմա այդ աշխատանքների արդյունքի Հավելենք նաև, որ պրոդյուսեր եւ դերասան Գարիկ Սաֆարյանը շատ հաճախ իր ինստագրամյան էջում հրապարակում է դստեր, Աննայի մասնակցությամբ տեսանյութեր։ Դրանցից մի քանիսը Star News-ն առանձնացրել է հատուկ ձեզ համար։ Առաջարկում ենք դիտել դրանք։ Իմ աղջիկս գնում է այսօր ուրախանալու։ Հիմա ցույց եմ տալի իրան։ Ան, ուր ես էտում։ Հաձակս։ Ան քիչ ես նկարվում։ Ան դե մի հատ նկարվի քուրիկս։ Եկավ, Մաշան եկավ։ Հեսա նայ։ Ահա։ Գուս այսօր էլի եկել եմ աղջիկաս հետևից։ Սակայն այսօր ոնց կդիմավոր իր պապային։ Այս բիթը ֆիքսել ազգազին դեսում թե չէ։ Ամենը իրավ։ Որում սախտի։ Ամեն հարցում է հելակերը։ Ես թափիկները բացել եմ։ Ան, ասա ալու։ Չի պատասխանում ան։ Այն էլ ասալու։ Սալու։
Արի գնանք արջուկին նայենք, ստեղ արջուկ կա։ Նայ դեղ արջուկ կա։ Արի գնանք արջուկին նայենք, ստեղ արջուկ կա։ Գնաց անուլի շողքեդի կռիվը։ Ինքի շողքեդ կռիվանում նայ։ Anne, sovan. Sova, Sova. Ci du sei sonul. Kamas. Genau. Чего везду? Ay Kezban. I said. Hey Sam. Մեկ։ Այս ինչքանով է ճիշտ։ Ինձ ուղարկել են հետևը, իրանք հերո աղջիկ դեմն են նստել։ Կարես ճիշտ է։ Իհարկե, այս կյանքում ամեն մեկի հետ դիմոնա չէ, բալես։ Այսինքն ես էլ դիմացը տեղ չունեմ։ Ժամանակավոր էի նստել, ինչե վերը։ Այ։ Դա ճոմի։ Արդար չի, հետ չարդար չի։ Ինքուրի։ Մատ նստելու միջակը նայեք դուք իրա։ Վարունգները բա իրա։ Աննա։ Ան։ Այ քեզ բան, այսքան մեծացավ ինքը, ես չգիտեմ ինչ ասեմ էլ։ Առանց չափազանցնելու ամբողջ դիրեկտը Սանուլիս աչքից հարցնում, Փառք Աստծո, արդեն լավանում է ու ամեն ինչ անցյալում է, ու թե ինչ էր եղել, Աննաս որոշեց վազի ու աչքը խփեց սեղանին։ Բայց արդեն լավ է, 2 օրից երևի հետք էլ չի մնա, շնորհակալ եմ անչափ բոլորիցդ։